Միջազգային լրահոսն այսօր։ Բաքվում չինական պատվիրակությունը քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության տարածման ու զարգացման հարցը եւ չի քննարկել կամ բարձրաձայնել Զանգեզուրի միջանցքի հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը։ Եվ եթե լրատվամիջոցներում կան տեղեկություններ Չինաստանի դիրքորոշման վերաբերյալ, ապա այդ հայտարարությունները կարող են կեղծ լինել, վստահեցրել է նա։ Դիվանագետը պարզաբանել է, որ չինական կողմը հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքին։ Չեն Մինգը հավելել է, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են եւ Պեկինը կարծում է, որ կողմերը պետք է փորձեն լուծել տարաձայնությունները քաղաքական երկխոսության ու դիվանագիտության միջոցով։ Մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությունը, որը մենք խթանում ենք, այդ թվում Հարավային Կովկասում, շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Միևնույն ժամանակ Չինաստանը հարգում է զարգացման այն ուղին, որը ընտրում է տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր։ Չինական կողմը չի միջամտելու երկրների ներքին գործերին եւ որպես Հայաստանի բարեկամ գործընկեր մենք շահագրգռված ենք շարունակել խորացնել համագործակցությունը, ընդգծել է Չեն Մինգը։ Թուրքիայի ոստիկանությունն այսօր 11 մարդու է ձերբակալել, որոնք կոչ են արել տնտեսական բոյկոտի ենթարկել Էրդողանի ու նրա մերձավորների հետ փոխկապակցված ընկերությունները։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո զանգվածային բողոքի ցույցերից բացի ընդդիմությունը որոշել է նաև պայքարի այս ձևը կիրառել։ Դատախազները սակայն քննություն են սկսել ոչ միայն հանրահավաքների հարթակից, այլև սոցիալական ցանցերում բոյկոտի կոչանողների դեմ ատելության խոսք ու թշնամանք հրահրելու մեղադրանքով։ Կառավարությունը դատապարտել է բոյկոտը որպես տնտեսության ապակայունացման փորձ։ Երկրում տնտեսական վիճակը վերջին տարիներին գնալով վատթարանում է։ Անցած ամիս գնաճը հասել է շուրջ 38%-ի։ Ընդդիմության բոյկոտի կոչինի պատասխան Թուրքիայի պետական պաշտոնյաները այցելել են խանութներ, սրճարաններ եւ այդ կերպ փորձել են ցույց տալ, որ բնակչությունը չի միացել բոյկոտին։ Իսրայելը անցած գիշեր ակտիվացրել է Սիրիայի ուղղությամբ ավիահարվածները, որոնք որակելով որպես նախազգուշացում Դամասկոսի նոր իսլամիստ կառավարությանը եւ ուղերձ նրանց աջակցող Թուրքիայի։ Թուրքիան բացասական դեր է խաղում տարածաշրջանում, նրանք անում են հնարավորը Սիրիան թուրքական պրոտեկտորատ դարձնելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հավելելով՝ մենք դա թույլ չենք տա։ Գիշերային հարվածների թիրախում են եղել մայրաքաղաք Դամասկոսի մոտ տեղակայված օդային ռազմակայանները։ Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի տապալումից հետո Իսրայելի բանակը Սիրիայի հարավ-արևմտյան շրջաններից տարածքներ էր օկուպացրել, պնդելով, թե Սիրիայի գրոհայիններն այդ շրջաններից կրակ են բացել իսրայելական բանակի վրա։ Մեր բանակը կմնա այդ տարածքներում, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Սիրիայի արտգործնախարարը պնդել է, թե իսրայելական հարվածները նպատակ ունեն ապակայունացնել երկիրը, կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա, ագրեսիան դադարեցնելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան Համաս շարժման վրա ռազմական ճնշումն ուժեղացնելու նպատակով բանակը նոր տարածքներ է գրավել Գազայի հատվածի հարավում։ Նախորդ գիշեր նոր մակարդակի ենք անցել Գազայի հատվածում։ Իսրայելի պաշտպանության բանակը գրավում է տարածքներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչներին եւ ոչնչացնում է ենթակառուցվածքները։ Վերահսկողության տակ ենք վերցրել Մորագի առանցքը։ Դա կլինի երկրորդ Ֆիլադելֆիայի միջանցքը։ Նեթանյահուի կարծիքով Ֆիլադելֆիայի միջանցքը կլինի լրացուցիչ միջանցք։ Նեթանյահուի կարծիքով Ֆիլադելֆիայի միջանցքը համարվում է լրացուցիչ միջանցք։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետը ժողովրդին հղած տեսաուղերձում։ Նա ասել է, որ իսրայելական ուժերը շարունակում են պաղեստինյան հատվածի աստիճանական բաժանումը, որպեսզի Համասին ստիպեն ազատ արձակել պատանդներին։ Ճնշումը կուժեղանա այնքան ժամանակ, քանի դեռ պատանդները չեն վերադարձվել։ Մենք վճռական ենք այս պատերազմի նպատակներին հասնելու հարցում, գործում ենք անխոնջ, հստակ գծով եւ առաջադրանքով, եզրափակել է նա։ Պարզաբանելով նշենք, որ Մորագի առանցքը իսրայելցի զինվորականների ստեղծած ինժեներական կառույց է, որը անցնում է Գազայի ու Եգիպտոսի սահմանին գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքից դեպի հարավ։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ընթացիկ տարվա 3 ամիսներին արդեն շուրջ 20 միլիարդ եվրո են հատկացրել Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների ապրիլի 3-ից 4-ը կայանալիք հանդիպմանը
նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են աջակցել Ուկրաինային։ Միայն 2025 թվականի առաջին 3 ամսում անվտանգությանն աջակցելու համար հատկացվել է մոտ 20 միլիարդ եվրո, հայտարարել է նա։ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հրադադարի շեմին է, սակայն երկու կողմերը պետք է համաձայնության գան։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան, ես իսկապես հավատում եմ, որ մենք հրադադարի եզրին ենք, բայց երկու կողմերն էլ պետք է ինչ-որ համաձայնության գան։ Կողմերից ոչ մեկը չի ստանա այն ամենը, ինչ ցանկանում է, նշել է նա։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։